Բարելույս Հայաստան, բարելույս հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ինչպես ձեզ խոստացել էի, այսօր մայիսի 25-ին ես կանեմ հայտարարություն եւ կասեմ մեր կուսակցության դիրքորոշման մասին, բայց մինչեւ ասելը ես ուզում եմ ձեզ զեկուցել։ Դուք բազմաթիվ անգամ լսել եք մեր եթերներից, որ ես շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, Հայաստանը ես եմ նախաձեռնության հետ եւ իրեն ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ, քանի որ մեր գաղափարները գրեթե 90%-ին ավելին նույնն են։ Բայց քանի որ ցավոք սրտի Նայիրի Սարգսյանը որոշում էր կայացրել ինքնուրույն չմասնակցել, մենք հայտարարեցինք, որ մենք բոյկոտում ենք այդ ընտրությունները, քանի որ մենք ուրիշ հարմար մարդ չտեսանք, որպեսզի աջակցենք։ Այնուհետև Նայիրի Սարգսյանը որոշում կայացրեց միավորված հայեր կուսակցության հետ, որտեղ դա պատվավոր նախագահն է, դաշինք կազմել ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Այդ դաշինքը գոյություն ունի այսօր։ Երեկ մինչև ուշ գիշեր ես հանդիպում եմ ունեցել Նայիրի Սարգսյանի հետ։ Ես հարցեր եմ ուղղել դեպի իրեն, նա վստահ պատասխանել է։ Նա ներկայացրել է իրենց ծրագիրը եւ գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, սիրելի բարեկամներ, ինչն է շատ դուրս զգալի Նայիրի Սարգսյանի մեջ։ Նայիրի Սարգսյանը ուղղակի չի ասում բառեր, նա վստահորեն հիմնավորում է յուրաքանչյուր ասածը եւ դա հիմնավորում է թվերով, ոչ թե նիկոլականներպես օթում պտտվող լուրերի։ Եվ այդ արգումենտները, որ ներկայացրեց ինձ Նայիրի Սարգսյանը, որը անժխտելի են եւ իրականացնելը դա հնարավոր է եւ ես վստահ եմ, որ նրանք իրականացնեն այդ ծրագիրը, թե կապված է տնտեսության հետ, թե թուրքերի դեմը առնելու հետ եւ թե բարգավաճելու Հայաստանի Հանրապետության։ Ամեն ինչը հնարավոր է, քանի որ Նայիրի Սարգսյանը այդ ամենը հիմնավորեց թվերով, սիրելի բարեկամներ։ Եվ ես որպես ընկեր, որպես կուսակցության ղեկավար, ոչ մի բարոյական իրավունք չունեմ չվստահելու Նայիրի Սարգսյանին։ Եվ լուսադեմին մենք ընկերներով խորհրդակցեցինք եւ եկանք հետեւյալ որոշմանը։ Մենք աջակցում ենք Նայիրի Սարգսյանին որպես դաշնակից ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ուրեմն հետևյալն է. մենք մեր աջակցությունն ենք հայտարարում ուժեղ Հայաստան դաշինքին։ Մենք վստահ ենք, որ իրենք խաբեբաներ չեն։ Մենք համոզվեցինք, որ իրենք գրեթե երևի միակ ընդդիմադիր ուժն են քաղաքական դաշտում, ովքեր որ մասնակցում են ընտրությունների։ Այնտեղ ես չեմ ասում են Շիրինյան, Միրինյան, Արամ Սարգսյան եւ այլն նիկոլական տրապկանների մասին չի խոսքը։ Ընդդիմադիրների մասին է խոսքը։ Ես վստահում եմ այդ երիտասարդին, ես վստահում եմ իմ ընկերոջը եւ մեր ողջ ռեսուրսը, մեր գաղափարը մենք մտցնում ենք այդ պայքարի մեջ։ Ես քաջ գիտակցում եմ, սիրելի բարեկամներ, որ ինչ պատասխանատվություն եմ վերցնում ձեր առջև։ Ես գիտակցում եմ դա։ Պատկերացրեք, շատ խորն եմ մտածել եւ անում եմ այս հայտարարությունը։ Հետևել մեր քայլին, չհետևել, դա ձեր յուրաքանչյուրի իրավունքն է։ Բայց քանի որ ես ձեզ խոսք էի տվել, որ ես ասելու եմ իմ դիրքորոշումը, ես այսօր այդ հայտարարությունը արեցի։ Ձեր յուրաքանչյուրի որոշումը ինձ համար օրենք է եւ ընդունելի, սիրելի բարեկամներ։ Բայց խորը մտածելուց հետո իրոք ես տեսա, որ այս ընտրապայքարի մեջ ուժեղ Հայաստանից են կողմ իմ համար ընդունելի ուժ չկա։ Սիրելի բարեկամներ, հույսով եմ, որ մենք չենք լինի խափնված։ Ես
իմ սրտի խորքում անգամ վստահ եմ, որ մենք չենք լինի խափնված, քանի որ այդ դաշինքում ես չեմ ճանաչում մնացած մասնակիցներին, ես այդ դաշինքում ճանաչում եմ Նաիրի Սարգսյանին եւ իրեն թիմակիցներին։ Մեկնաբանությունները խնդրում եմ գրեք դուք, ես արեցի ընդամենը թեթև վերլուծություն, ընթացքում մինչև ընտրություններ ես ձեզ կներկայացնեմ իհարկե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, ուշադրությունը ձեր կկենտրոնացնեմ երկու ուժի վրա, դա իշխանությունն է, քանդիր պետությունը, Նիկոլ Փաշինյան եւ ուժեղ Հայաստան դաշինքը, քանի որ ձեր մեկնաբանություններից, ձեր վերլուծություններից, ձեր հուշումներից կախված է մենք գնում ենք մինչև վերջ, թե ոչ։ Այս պահին որոշումը այդպիսին է։ Սիրելի բարեկամներ, լավ եղեք, պինդ եղեք, ամուր եղեք, հույսով եմ կհանդիպենք, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե իմ հզոր հայ ազգը։ Լավն ու բարին ձեզ։ Ստեսություն։